Տևական ժամանակ է Իրան Միացյալ Նահանգներ հարաբերություններում ամենօրյա ռեժիմով փոխհրաձգություններ են քարոզչական, հոգեբանական եւ դիվանագիտական մակարդակում։ Թեև փոխադարձ սպառնալիքներին եւ մկանների ցուցադրությանը ամբողջ զինանոցի ու ռազմական հնարավորությունների մասին ամենօրյա հիշեցումներին կողմերից երկուսն էլ խուսափում են արձակել առաջին փամփուշտն ու մտնել պատերազմի տաք փուլ։ Հայկական ժամանակի հետ զրույցում իրանագետ Արմեն Վարդանյանը կարծիք է հայտնում, որ երկու կողմից էլ հոգեբանական պատերազմ է ընթանում։ Կողմերը ցույց են տալիս, որ պատրաստ են հարցելուծել ռազմական ճանապարհով, սակայն միաժամանակ պատերազմը չի բխում ոչ Իրանի, ոչ Միացյալ Նահանգների շահերից։ Միգուցե բխում է Իսրայելի շահերից, որը ամեն ինչ անում է պատերազմ գաներ է Իրանի հետ եւ ԱՄՆ-ին ներկա չի դրա մեջ։ Բայց ԱՄՆ-ի դեպքում վստահ եմ, որ ԱՄՆ-ն չի ուզում պատերազմ լինի Իրանի հետ, որովհետեւ Իրանը ճիշտ է, ռազմական առումով բավականին հետ է ԱՄՆ-ից, անհամեմատելի է նրանց ռազմական կարողությունը, բայց Իրանը շարունակում է մնալ հզոր ռազմական ուժ տարածաշրջանում, ունի ահռելի քանակությամբ հրթիռների պաշարներ, տարբեր տվյալներով Իրանի հրթիռային պաշարները 1 միլիոնից ավել են։ Ու դա երբ որ բաց թողվի, ասենք, Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների վրա, ավիակիրների վրա կամ Իսրայելի վրա, բնականաբար լուրջ խնդիրներ է ստեղծել։ Ու իհարկե ԱՄՆ-ն եւ Իսրայելը ավելի ուժեղ են դենց օդուժով, կործանիչ ավիացիայով, Իրանը չունի ուժեղով համակարգեր եւ օդային մենամարտերում բնականաբար տոտալ առավելություն լինելու է ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմը։ Բայց ել եմ նշում, Իրանը ունի դրա փոխարեն ահռելի քանակությամբ հրթիռներ եւ եթե դրանք բաց թողի Իսրայելի կամ ամերիկյան ռազմաբազաների վրա լուրջ խնդիրներ է ստեղծելու։ Դիտարկմանը թե սպառնալիքների տակ Միացյալ Նահանգներն ինչ ցանկություններ ու նպատակներ է փաթեթավորել, ինչի է ուզում հասնել Իրանի հետ հարաբերություններում, զրուցակիցն արձագանքում է Միացյալ Նահանգների ցանկությունն այն է, որ Իրանը դադարեցնի միջուկային զենքի ստեղծումը եւ այժմ Իսրայելի հետ համատեղ սպառնալիքներով փորձում է հոգեբանական ճնշումներ բանեցնել Իրանի վրա, որպեսզի վերջինս գնա նոր միջուկային համաձայնագրի կնքման։ Հարցին արդյոք Իրանը կհրաժարվի միջուկային զենքի ստեղծումից եւ Միացյալ Նահանգների հետ կգնա նոր գործարքի, իրանագետը պատասխանում է. Իրանը արդեն մեկ անգամ հրաժարվել է եւ այս հիմա էլ է պատրաստ դրան։ Խոսքը 2015 թվականի միջուկային համաձայնագրի մասին է, որ լուրջ սահմանափակումներ էր մտցնում Իրանի միջուկային ծրագրում, Իրանի միջուկային օբյեկտները խիստ վերահսկողության տակ էին դրվում ՄԱԳԱՏԷ-ի կողմից, որով հետևում էին ամենօրյա ռեժիմով, ամեն րոպեվա ռեժիմով Իրանի միջուկային օբյեկտների գործունեությանը։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ 2018 թվականին Դոնալդ Թրամփը դուրս եկավ միակողմանիորեն այդ համաձայնագրից։ Իրանի մտահոգությունը հենց դա է։ Իրենք ասում են, ինչպես կարող են երաշխիք ունենալ, որ եւս մեկ նոր համաձայնագրի ստորագրելու դեպքում Թրամփը կամ ԱՄՆ-ի հաջորդ նախագահը դուրս չգա այդ համաձայնագրից։ Սա է մտահոգությունը, թե չէ գլոբալ առումով Իրանը դեմ չէ, որ միջուկային ծրագիրը դրվի սահմանափակումների եւ վերահսկողության տակ, եւ դրա փոխարեն Իրանի վրայից պետք է հանվեն այն ծանր պատժամիջոցները, որոնք որ ԱՄՆ-ի կողմից սահմանվել են Իրանի նկատմամբ եւ որոնք որ կաթվածահար են արել Իրանի տնտեսությունը։ Հիմա Իրանը լայն առումով պատրաստ է, այո, սահմանափակել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Վարդանյանը նկատում է, թեև Իրան Միացյալ Նահանգներ հռետորաբանական եւ քարոզչական փոխադարձ հարձակումներին կուլիսներում ընթանում է նաեւ որոշակի դիվանագիտական գործընթացի մեկնարկ։ Զրուցակիցը մանրամասնում է, արդեն իսկ տեղեկատվություն կա, որ ապրիլի 12-ին Օմանում սկսվելու են բանակցություններ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Իրանական կողմը նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ վարելու է այդ բանակցությունները, ամերիկյան կողմից Սթիվեն Վիտկոֆն է բանակցային թիմը գլխավորելու, ինչքան էլ որ ռազմական հռետորաբանությունը առկա է, բայց միևնույն ժամանակ կողմերը ավելի լավ հասկանում են, որ դա շատ լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում եւ ճիշտ ճանապարհը խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրը լուծելն է։ Խոսելով Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի այն հայտարարության մասին, որ Թուրքիան շահագրգռված չէ տարածաշրջանում անկայունության նոր օջախով եւ չի ցանկանում, որ Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա, Վարդանյանն ասում է, թեև Թուրքիայի եւ Իրանի միջև բազում տարաձայնությունների, այս հարցում Թուրքիան ընդհանուր առմամբ Իրանի կողմնակիցն ու համախոհն է։ Ընդհանուր առմամբ Թուրքիան ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ այս հարցում համախոհ չէ։ Ավելին ասեմ, երբ որ Դոնալդ Թրամփը դուրս եկավ միջուկային համաձայնագրից եւ սկսեց ծանր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, մի շարք դաշնակից երկրներից պահանջեց, որպեսզի հրաժարվեն իրանական նավթի գնումից։ Դա որոշ երկրների դեպքում ազդեց, օրինակ Հարավային Կորեան հրաժարվեց իրանական նավթից, որ ԱՄՆ-ի դաշնակիցն է։ Թուրքիան չհրաժարվեց, Թուրքիան շարունակեց գնել իրանական նավթը, հիմա էլ գնում է եւ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Թուրքիան այդ գծի մեջ չէ, Թուրքիան իր տարածքը չի տրամադրի ԱՄՆ-ին Իրանին հարվածելու համար։ Թուրքիան շատ կարևոր երկիր է Իրանի համար, շատ հարցերում տարաձայնություն ունեն, բայց գոնե այս հարցում ԱՄՆ-ի հետ կապված հարցերում Թուրքիան ընդհանուր առմամբ ավելի շատ Իրանի կողմն է բռնում, քան ԱՄՆ-ի։
Դիտարկմանը, թե Իրանը հանդիսանում է մեր կարմիր գծերից մեկի, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից այդքան շահարկվող Զանգեզուրի միջանցքի պաշտպաններից մեկը եւ հարցին, թե Միացյալ Նահանգներ Իրան հնարավոր բախման դեպքում արդյոք Ադրբեջանը մտածելով, որ իր ձեռքերն արձակվում են, կօգտվի իրավիճակից եւ կհարձակվի Հայաստանի վրա, իրանագետն ասում է, դա ավելի շատ տեսական դատողություն է համարում, քան պրակտիկ քաղաքականություն, որովհետեւ Ադրբեջանին զսպողը միայն Իրանը չէ, նաեւ Արևմուտքն է։ Եթե միայն Իրանով լինի, հնարավոր է Թուրքիան եւ Ադրբեջանը նաեւ Իրանի հետ փորձեն լեզուքնել։ Ընդհանուր առմամբ Արևմուտքը նույնպես շատ ուժեղ զսպող գործոն է Ադրբեջանի համար, որովհետեւ Ադրբեջանի մտքով չանցնի, այստեղ ուժային ճանապարհով ինչ որ միջանց բացել։ Որ եվրոպացի դիտորդները տեղակայվեցին այստեղ, որ Արևմուտքից բազմիցս հստակ մեսեջներ են հղվել Ադրբեջանին, որ ռազմական ճանապարհով որևէ միջանց չի լինելու, սա իմ ասածի վկայությունն է։ Իհարկե Իրանն էլ հստակ մեսեջներ է տվել, բավարարություններ անցկացրել Ադրբեջանի սահմանին, նաև բազմիցս դիվանագետների խոսքերով է ասել, որ տարածաշրջանի ֆիզիկական սահմանները չեն փոխվել եւ այլն։ Բայց միայն Իրանի գործոնը չէ, Արևմուտքը նույնպես զսպող գործոն է Ադրբեջանի հետ։ Այնպես որ ես չեմ կարծում, որ Իրանից Ադրբեջանը կարող է ողջևորվել եւ փորձել ինչ-որ ռազմական ճանապարհով միջանց գտնել։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ Իրան տիրող իրավիճակին Վարդանյանն ասում է, որ իր համոզմամբ Իրանի հետ խնդիրները ռազմական ճանապարհով լուծելը շատ բարդ կլինի, ինչ որ առումով նաև անհավանական։ Բանականում համարում, որ բանակցությունների միջոցով նոր միջուկային գործարք կկնքվի։ Պատերազմի հավանականությունը շատ չնչին եմ համարում, շատ չնչին։ Հիմնական, այսպես հավանական սցենարները երկուսն են, որ Իրանը եւ ԱՄՆ նոր միջուկային համաձայնագիր կստորագրեն, կամ էլ նոր միջուկային համաձայնագիր չստորագրի, բայց այսպես ստատուս քվոն կպահպանվի։ Բայց պատերազմի միջոցով Իրանի հետ հարցեր լուծելը գրեթե անհավանական եմ համարում։ Իրանագետը վերահաստատում է, չի կարծում, որ բանը կհասնի պատերազմին, որովհետև Իրանի հետ պատերազմը հղի է լուրջ վտանգներով եւ կողմերը ավելի շատ հակված են հարցը լուծել բանակցային ճանապարհով, ինչի մասին են վկայում նաև առաջիկայում սպասվող բանակցությունները։